Ողջույն բոլորին, այսօր կխոսեմ շատ հետաքրքիր թեմայից՝ ներքին սաբոտաժը, ինքնապատժման անտեսանելի ծրագրերը, որոնք գոյություն ունեն մեր թվագիտական մատրիցայում։ Մնացեք մինչև վերջ, թեման շատ հետաքրքիր է լինելու, և եթե կլինեն հարցեր, գրեք մեկնաբանություններում, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Ինչպես արդեն նշեցի, այսօր կխոսեմ ներքին սաբոտաժը, ինքնապատժման անտեսանելի ծրագիրը, որը արտահայտվում է թվագիտական մատրիցայում։ Այսօր կփորձենք պարզաբանել այս երևույթը թվագիտության տեսանկյունից և կփորձենք հասկանալ, թե ինչքանով կարելի է բացահայտել դրանք ու աշխատել դրանց հետ։ Մինչ առաջ անցնելը, եթե առաջին անգամ եք հայտնվել իմ YouTube-յան ալիքում, ներկայացնեմ ինձ, ես Արմեն եմ Սետեղյան, հանձնանում չինական մետաֆիզիկայի թվագիտության սերտիֆիկացված մաստեր, գիտելիքներս ձեռք եմ բերել Մալեզիայի Ջոյապ ակադեմիայում և հանձնանում եմ ակադեմիայի լիիրավ անդամ։ Արդեն 3 տարուց ավել ինձ զբաղվում եմ այս գործունեությամբ և իմ գիտելիքներով օգնում եմ մարդկանց դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից։ Ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել armensetaryan.com կայքը հաճախելով։ Հիմա, եկեք հասկանանք ինքնասաբոտաժը ինչ է իրենից ներկայացնում։ Ընդհանրապես ինքնասաբոտաժը դա պատահական չէ և այն ունի թվային կոդ։ Մարդիկ կարծում են դա հոգեբանություն է, իրականում սա էներգետիկ օրինաչափություն է և որոշ մարդկանց մոտ այն ակտիվանում է ավելի ուժեղ, կախված իրենց անհատական թվագիտական մատրիցայում եղած կոդերից։ Իրականում 5 և 9 թվերը այստեղ հիմնական դերն են խաղում։ Մինչև առաջ անցնելը, եթե մինչ այժմ դուք չգիտեք, թե ինչպիսի թվեր կան ձեր թվագիտական մատրիցայում, ապա կարող եք անցնել armensetaryan.com կայքը, հաշվիչներ բաժնից ընտրեք մատրիցա, լրացնեք ձեր ծննդյան տվյալները և ստանաք ձեր թվագիտական մատրիցան։ Այն ունի նման տեսք, իհարկե ներքևում, եթե իջնեք, կա շատ ավելի ինֆորմացիա թվագիտական մատրիցայի մասին, բայց ամեն դեպքում հիմնական թվերը այստեղ են։ Ամեն դեպքում դուք պետք է նայեք, թե այստեղ ունեք 5 և 9 թվեր, թե ոչ։ Նաև մատրիցան կարող եք ստանալ այս QR կոդը սկանն անելով, անմիջապես կբացվի պատուհանը հաշվիչի, կարող եք լրացնել ծննդյան տվյալները վերևում և ստանալ ձեր թվագիտական մատրիցը։ Մինչ առաջ անցնելը, եթե մինչև հիմա դեռ չեք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ, զանգակի կոճակ, որպեսզի բաց չթողնեք իմ հաջորդ վիդեոները։ Իհարկե լավ կլինի, որ դիտեք նախորդ վիդեոները, որտեղ բոլորն էլ յուրահատուկ են, հետաքրքիր և օգտակար։ Հիմա 5-ը փոփոխության մասին է, երբ որ խոսում ենք 5-րդ թվի կամ 5-րդ էներգիայի մասին, այն իրենից ներկայացնում է ընդհանուր փոփոխություն, նաև անկայունություն, ինչու չէ նաև գայթակղություն։ Նոր հնարավորություններ, արագ ընտրություններ, անսպասելի շրջադարձեր, բայց խնդիրն այն է, որ 5-ի էներգիան ակտիվացնում է նաև անձի ներսի անորոշությունը։ Մարդը մոտենում է փոփոխությանը 5-ի դեպքում, բայց չի կարող պահել կայունություն և սկսվում է ներքին սաբոտաժ, որտեղ հիմնականում փոփոխությունները հենց սկզբից հանդիպում են ընդդիմության։ Մարդը չի ցանկանում գնալ փոփոխության, որտեղ բոլորը ձգտում են կոմֆորտ զոնայում մնալ, որտեղ հարմարավետ է, տաք և իրավիճակները, իրադարձությունները համենայն դեպս կանխատեսելի են։ 9-ը իր հերթին ենթադրում է ավարտ, ենթադրում է փակում, ինչու չէ նաև կարմայական շրջան։ Այստեղ մենք ունենք ցիկլերի ավարտ, ունենք հին ինքնության վերափոխում, որտեղ 9-ը հուշում է դրա մասին, և վերջին հնարավորություն, որովհետև 9-ը 1-ից 9 թվերի ամենավերջի թիվն է և թվագիտության մեջ սովորաբար 9-ի բնորոշումը հետևյալն է։ Նաև ստեղ չմոռանամ շեշտել, որ 9-ը խոսում է նաև չսովորած դասերի մասին, չանցած դասերի մասին, որոնք կարող են անընդհատ կրկնվել և կարող են շատ մեծ ցավ պատճառել անձին։ 5-ը սկսում է շարժում, որը շատ կարևոր է և անհրաժեշտ է յուրաքանչյուր անձին, իսկ 9-ը ստիպում է փակել արդեն սկսած ցիկլը։ 5-ը միշտ տալիս է հնարավորություն, սակայն մարդը միտված է ավելի շատ վախենալ այդ հնարավորություններից և չգնալ ռիսկի։
իսկ 9 վերադարձնում է նույն իրավիճակը, ավելի ուժեղ, ավելի հուժկու։ Ամեն անգամ չանցած դասերը կարող են կրկնվել ավելի խիստ ձևով և իրականում ինչ է տեղի ունենում, անձը հայտնվում է փակ ցիկլում։ Սաբոտաժը տեղի է ունենում անցումային կետում։ Հենց 5-ի էներգիան ակտիվանում է, հենց ի հայտ է գալիս փոփոխության դրսևորումներ, մարդը սկսում է չդիմադրել, բայց 9-ը սկսում է փակել այդ հնարավորությունները, որովհետև անձը դեռ չի փակել այն դասերը, որոնք նա կիսատ է թողել, ու այս ամենի արդյունքում ինչ է ստացվում։ Ստացվում է, որ անձը հայտնվում է փակ ցիկլում։ Սա շատ հետաքրքիր է իմիջիայլոց։ Եթե ներսումդ 9-ի բացասական դրսևորումն է, դու կքանդես 5-ի նոր հնարավորությունը։ 9-ի բացասական դրսևորումը հետևյալն է, երբ անձը չի ցանկանում գնալ փոփոխության, երբ անձը չի ցանկանում ազատվել հնից, երբ անձը փորձում է ամեն ձև պահել այն ամենը, ինչին ինքը սովոր է, դա կլինի հարաբերություն, դա կլինի նյութական արժեքներ։ 9-ի դեպքում ընդհանուր տրանսֆորմացիա է տեղի ունենում։ Եվ պետք է հիշենք, եթե մենք ունենք երկու թվերն էլ մեր մատրիցայում 9 և 5-ը, ապա միշտ մեր մոտ կա ցիկլի ավարտ և նոր հնարավորություն, ըստ 5-ի։ Իսկ ինչ պատճառաբանություններ կարող է բերել այս դեպքում մարդը։ Ես դեռ պատրաստ չեմ, հետո կանեմ, սա իմ համար չէ։ Եվ շատ հայտնի այն ֆրազան պրոկրաստինացիան, երբ մարդը անընդհատ հետաձգում է իր փոփոխությունը կամ նախաձեռնությունները։ Սա պաշտպանություն է, այլ ոչ թե թուլություն։ Համենայն դեպս այսպես ենք նկարագրում։ Ինչու են նույն սցենարները կրկնվում։ 5-ը միշտ բերում է նորի սկիզբ, սա արդեն գիտենք, 9-ը միշտ փորձում է ավարտել սկսածը, փակել, բայց մարդը չի փոխում իր գիտակցությունը։ Սովորաբար մարդիկ ունեն որոշակի գիտակցություն, որոշակի վարքագիծ, մտածելակերպ և հակված են կրկնել, օգտագործել դա և անընդհատ կրկնել այն, չգնալ փոփոխությունների։ Իսկ սցենարը սկսում է կրկնվել դրա արդյունքում, մինչև գիտակցումը չփոխվի։ Հետևաբար հանգում ենք հետևյալին, որ գիտակցումը ամեն ինչ գալիս է գիտակցումից։ Եթե անձի մոտ գիտակցման աճ է տեղի ունենում, գիտակցման փոփոխություն, աշխարհընկալման փոփոխություն, բնականաբար նա կարող է դուրս գալ փակ ցիկլից և հասնել հաջողության։ Փակել իր դասերը, ավարտել իր բոլոր դասերը ըստ 9-ի ծրագրի և սկսել նոր նախաձեռնություններ ըստ 5-ի ծրագրի։ Սցենարը, եթե դա չանի, բնականաբար սցենարը կրկնվում է, մինչև գիտակցումը փոխվի։ 5-ի էներգիան ակտիվացնում է վախը։ Ինչու է ակտիվացնում վախը, որովհետև 5-ը միշտ փոփոխություն է բերում, իսկ փոփոխությունները դրանք անորոշություն են։ Նաև վախի զգացում են առաջացնում մարդու մոտ, որտեղ մարդը պետք է դիմի ռիսկի։ Իսկ 9-ի էներգիան ակտիվացնում է մեղքը։ Ինչու մեղքը, որտեղ միշտ կա մեղքի զգացում, ինչ-որ բան կորցնելու ժամանակ, ինչ-որ հարաբերությունների ավարտի ժամանակ, նյութական արժեքներ, հարաբերություններ, նաև մեղքի զգացում, որ դու դեռևս ինչ-որ մի բան չես ավարտել և կիսատ ես թողել։ Վախ սկսել նոր բան, մեղք չավարտված դասերի համար։ Սա ստեղծում է ինքնապատժման փակ շրջան, որտեղ անընդհատ անձը փորձում է մեղադրել իրեն, բայց ավելի վատ պարագայում, երբ որ անձը սկսում է մեղադրել շրջապատին։ Փակ շրջանը չի կոտրվում իրականում ու չի կոտրվում վարքով, այլ գիտակցմամբ։ Սա կարևոր է։ Սա պետք է հիշենք ու 5-ը պետք է ընդունել որպես փոփոխություն, այլ ոչ թե վտանգ, 9-ը պետք է ընդունել որպես ավարտ, այլ ոչ թե պատիժ։ Եվ եթե 9-ի դեպքում ինչ-որ բաներ ավարտվում են, նորից կրկնեմ, դա կարող է լինել հարաբերություններ, դա կարող է լինել ինչ-որ արժեքավոր ինչ-որ ապրանքների կորուստ և այլն և այլն։ Դրան պետք է վերաբերվել շատ նորմալ և շատ բաց վերաբերվել, որպեսզի ձեզ մոտ տրանսֆորմացիան արագ տեղի ունենա և դուք կարողանաք անցնել հաջորդ էտապ։ Դու չես փախչում թվերից, դու փոխում ես քո արձագանքը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ այն թվերը, որոնք կան ձեր տվյալագիտական մատրիցայում, դրանք
ձեր էներգետիկ համակարգն են ներկայացնում, դրանցից դուք չեք կարող փախչել, որովհետև դրանք արդեն ձեր հետ են, ձեր մեջ են, ձեր ծննդյան օրվանից սկսած, այսպես ասած, կարված են ձեր էներգետիկ համակարգի հետ։ Եթե դուք կարողանաք այս ամեն ինչը ընդունել եւ սկսեք փոխել ձեր վերաբերմունքը, ձեր գիտակցումը եւ ընդհանրապես ձեր արձագանքը փոխեք այդ ծրագրերի դրսևորումներին, ապա ամեն ինչ կանցնի ավելի հեշտ, փափուկ եւ դուք կգրանցեք հաջողություններ։ Ինքնասաբոտաժը իրականում հակասություն է 9 եւ 5 էներգիաների միջև։ Նորից հիշեցնեմ, 5-ը ավելի շատ շարժում է բնութագրում, 9-ը ավելի շատ ավարտ։ Դու գտնվում ես սրանց միջև, եթե ունես այս թվերից քո մատրիցայում։ Երբ դու դառնում ես գիտակից այս կոդին, փակ շրջանը դադարում է աշխատել եւ դու սկսում ես շարժվել ավելի վերև ու բարձրանալ մեկ աստիճանից մյուս աստիճանի։ Ամսի 27-ին մայիսի Երևանի ժամանակով 19:30-ին ես կանցկացնեմ հետաքրքիր on-line վեբինար, իդեպ անվճար է, անտեսանելի օրինաչափությունները, որոնք կառավարում են քո կյանքը թեմայով։ Խոսեմ ոչ միայն ինքնապատժման ծրագրերից, այլև մի շարք այլ ծրագրերից, որոնք կարելի է բացահայտել անձի անհատական թվագիտական մատրիցան ուսումնասիրելու միջոցով։ Ցույց կտամ մեկ այլ մոտեցում թվերի մասով, ընդհանրապես թվագիտության, թվերի, թվագիտական մատրիցայի մասով, եւ դուք ինքներդ կկարողանաք հենց վեբինարի ժամանակ բացահայտել ձեզ նորովի եւ հասկանալ, թե ինչպիսի թաքնված օրինաչափություններ կան ձեր անհատական թվագիտական մատրիցայում։ Շտապեք գրանցվել, գրանցման հղումը կլինի այս վիդեոյի նկարագրության մեջ եւ անպայման միացեք վեբինարին, որտեղ շատ հետաքրքիր է լինելու։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, հիշեցնեմ, բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ եւ կիսվեք այս վիդեոյով ձեր շրջապատում։ Շնորհակալություն բոլորին, մինչ հաջորդ անգամ։